Շնորհակալություն, պարոն Նռանյան, դուք ասելիք ունեք։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, մենք մի հատ իրավակարգավորում ունենք, համաձայն որի որոշման նախագծին դեմ քվեարկողը պետք է ներկայացնի հատուկ կարծիք, որը թույլ տվեք ներկայացնել, դրանից հետո որևէ հարց ու պատասխան պարզաբանում ելույթ չպետք է լինի, նաև առաջիններով ասեմ, որ ինչ ունեմ ասելու այս հարցի վրա հիմա ասելու եմ, հավելյալ պարզաբանումներ նիստից հետո չեն տրվելու։ Ուրեմն այս 3 օրվա ընթացքում ուշադիր լսում էինք եւ ելույթները եւ հարց ու պատասխանը, ի հայտ են եկել մի շարք հարցեր, որոնք նույնպես ես տվեցի եւ իմ տեսակետը նաև ձևավորել է այդ հարցերին տրված պատասխաններից։ Առաջի խնդիրը, որ ուզում եմ նշել, դա իսկապես այս վարույթը կարճելու կամ կասեցնելու խնդիրն է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ թե սահմանադրական դատարանում, թե վարչական դատարանում գտնվում են գործեր, որոնք ուղղակի ազդեցություն են ունենալու այս ամբողջ գործընթացի վրա։ Այսպես, եթե սահմանադրական դատարանը, որքան ես լսեցի դեկտեմբերի 16-ին, որևէ կետով ճանաչեց սահմանադրությանը հակասող օրենսդրական փոփոխությունները, ապա այս ամբողջ գործընթացը կարող է դառնալ հակասահմանադրական, երբ այդ հարցը տվեցի, ինձ ասեցին, որ վարույթի ժամանակ աշխատելիս կենտրոնացել են ավելի շատ հանգամանքների վրա փաստական, այլ ոչ թե այդ կետի վրա, բայց ես որպես հանձնաժողովի անդամ չեմ կարող հաշվի չառնել այն, որ մեր օրենքը, նկատի ունեմ հանրային ծառայությունները կարգավորում անմասնորենքը, ասում է 33 հոդվածով եւ 34-ով, որ նման դեպքերում վարույթը պետք է կասեցվի կամ կարճվի։ Իսկ այն իմ հարցը, թե ինչ հետևանք է ունենալու հանկարծ ամբողջ գործընթացը հակաօրինական ճանաչելու վերաբերյալ պատասխան չստացա, որովհետև իրականում գործընթացը ունի ֆինանսական լուրջ հետևանքներ, մարդիկ են ազատվում, մարդիկ են ընդունվում, վարկանիշային խնդիրներ կան եւ ասել, որ այդ ամենը մեզ չի հետարկվում, կարծում դա ճիշտ չէ։ Նույնը վերաբերում է վարույթի հարուցման վիճարկմանը։ Իմիջիայլոց փաստական հանգամանքների մասին։ Թեև ասում են կենտրոնացել ենք փաստական հանգամանքների վրա, բայց վարույթը հարուցվել է ենթադրությունների վրա, որոնք նշված են լիազոր մարմնի ներկայացուցիչի կողմից եւ վարույթը իրականում գնահատել է բոլորին այլ ուղղությամբ, ինչը ընդհանրապես չի համապատասխանում վարույթի անցկացման այն մեթոդաբանությանը, որը առկա է հանձնաժողովում եւ երկրում։ Մենք բազմաթիվ դիմումներ ստանում ենք եւ երբեք միայն դիմումի հիման վրա վարույթ չեն կարող հարուցել, մինչեւ համոզված չենք, որ առկա է խախտում, մինչեւ անպատասխան փաստական հիմքերը չկան։ Այս դեպքում մենք գնացել ենք այլ ճանապարհով, ինչպես ես իմ հարցում տվեցի, որովհետև այդ ենթադրությունը ունեի, որ կարծես թե մենք սկզբից հարուցել ենք վարույթ, հետո մտածել ենք այդ վարույթի համար ինչ հիմքեր դնել։ Ցանկացած վարույթի հաջորդ հարցը, ցանկացած վարույթի մեջ շատ կարևոր է կողմերի լսելիության ապահովման խնդիրը։ Ինչպես արդեն ասել էի, առաջի կողմը դա հարուցողն է, երկրորդը պատասխանողն է, կարող են հրավիրվել այլ կողմեր, բայց այս դեպքում մենք փաստացի երկրորդ կողմ չունենք, որովհետև կողմը, որի հանդեպ այդ վարույթը հարուցվել է, ըստ էության ինքն էր տեղեկություններ տալիս առաջի կողմին իր վարույթով հարուցված այդ հիմքերը ապահովելու համար, այսինքն չկար վարույթի երկրորդ կողմ եւ այստեղ մենք ունենք լսելիության ապահովման լրջագույն խնդրեմ, որը կարծում եմ նաեւ հետագայում կարող է այս ամբողջ որոշումը վիճարկելու հիմք լինել, որովհետև կողմը, որ այստեղ փորձում էր ընդդիմանալ այս նախագծին, իրականում երրորդ կողմ էր եւ փաստացի չուներ գործադիր անհրաժեշտ լծակները, որպեսզի ճշտումներ կատարեր, ճշգրտումներ կատարեր այն փաստերի վերաբերյալ, որոնք ներկայացված են նախագծի մեջ։ Ես նաև համոզված եմ, որ նախ ասենք, որ ցանկացած խախտում որևէ ձևի մեզ համար ընդունելի չէ եւ խախտումը որևէ ձևի արդարացում չպետք է ունենա։ Սակայն երբ պատիժը սահմանում, պետք է միշտ նկատի ունենաս այդ խախտման չափը, որովհետեւ ավելի ժողովրդական լեզվով ասած, եթե մենք օրինակ գերազանցում ենք արագությունը, անմիջապես վարորդական իրավունքից չենք զրկվում։ Կախված նայից թե ինչքանով ես դու գերազանցել։ Ես համոզված եմ եւ կյանքը ցույց կտա, եթե դրան հասնի, որ ցանկացած աուդիտորական եզրակացություն, տեխնիկական աուդիտ կլինի թե ֆինանսական, եթե վերցնի այս վարույթի նյութերը ուսումնասիրի, ապա լինի հայկական, լինի Big 4, Big 10, ոչ մեկ չի ասի, որ այստեղ
ինչ որ էականության շեմի նույնիսկ մոտ ցուցանիշներ կան, որովհետև այս միլիարդավոր գումարների մեջ այդ 4 միլիոն, 5 միլիոն դրամ տարբեր տեղեր, ընդ որում 2-3 տարվա կտրվածքով բացահայտումները, որոնք հանրագումարով կազմելու են, չգիտեմ, կարող է 40 միլիոն, 50 միլիոն, ես իմ ամենահորետեսական սցենարով հաշվեցի, կարող է 120-150 միլիոն դրամ լինի, այդ տարիների կտրվածքով ինքը որևէ էականության շեմ չի գերազանցի եւ վստահ եմ աուդիտորական եզրակացությունը կտա, որ այստեղ այդ վտանգավորության շեմը չի գերազանցել։ Փոքր ռեպլիկի կարգով էլի, իսկ լավ օրինակ բերեցիք, դիպուկ օրինակ բերեցիք, իսկ մինչև երբ կարող եք գերազանցել ձեր մեքենայի վարման արագությունը եւ քանի անգամ։ Թե ամեն անգամ պետք է գերազանցեք, դուգանվեք, գերազանցեք, դուգանվեք ու սենց շարունակենք ապրել։ Պարոն Մեսրոպյան, ես կավարտեմ խոսքս եւ որևէ հարցի չեմ պատասխանելու, կներեք այդ թվում այդ ձեր հարցը։ Չէ, ռեպլիկի որովհետեւ ես հիմա կարող եմ լիքը ուրիշ հիմնավորումներ բերել, այդ թվում դրա վերաբերյալ։ Հիմա անդրադառնանք այս ամեն ինչի հետևանքին, լիցենզիայի զրկման որոշմանը, ճիշտ ասած, շատ եմ մտածում լիցենզիայի զրկման իմաստը որն է, որովհետև տեսեք, սովորական տնտեսական գործունեություն իրականացնող ընկերության երբ լիցենզիայի զրկում ես, ինքը արդեն գործունեություն իրականացնել չի կարող, որովհետև նման գործունեությունը համարվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն բոլոր հետևանքներով։ Այս պարագայում լիցենզիայի զրկումից հետո ընկերությունը շարունակում է աշխատել։ Շատերը մատնանշում են, որ այնտեղ կա ձևակերպում, համաձայն որի կառավարությունը կարող է առաջարկել սեփականատիրոջը վաճառել ընկերությունը, եթե 3 ամսյա, կարծեմ 2 ամսյա ընթացքում համաձայնեցված կարգով այդ գործարկը տեղի չի ունենում, ապա կառավարությունը կարող է ձեռք բերել ընկերությունը Սահմանադրության 67-րդ հոդվածի համաձայն։ Իսկապես, այո, ես համոզված եմ, որ առանց լիցենզիայի զրկման էլ Սահմանադրության 67-րդ հոդվածը աշխատում է եւ ցանկացած տնտեսվարողի էլ կարող է կառավարություն դիմել, առաջարկով գնել, եթե չէ, գնա առաջնորդի սահմանադրությամբ։ Այդ պատճառով ես կարծում հանձնաժողովը պետք է գնար այդ ճանապարհով։ Հանձնաժողովը իսկապես ես ինչ էլ ասեն մեր ընկերները նախկին կառավարիչ Հեցի, գործընկերները, ես այնտեղ իսկապես տեսնում եմ բազմաթիվ խնդիրներ, մենք բոլորս ենք այդ խնդիրները տեսնում, այդ խնդիրները տեսնում ենք եւ կարծում եմ անպատասխան ձևի, պաշար ձևով վարույթ անցկացման դեպքում պետք է տուգանել ոչ թե նախկինում այ որ մենք 10 միլիոն ենք տուգանել, 20 միլիոն, այլ պետք է մի հատ լավ լուրջ պատժական որոշում կիրառել Հեցի նկատմամբ, որ նաև սեփականատիրոջ ուշադրությունը հրավիրենք բազմաթիվ խնդիրների, որոնք Հեցում իսկապես առկա են, եւ նաև մենք որպես վերահսկող մարմին, այո, կարգավորող մարմին ուժեղացնենք մեր գործառույթները։ Իսկ ինչ վերաբերում է սեփականության խնդիրն, ապա գոյություն ունի Սահմանադրություն, Սահմանադրության 67-րդ հոդված, դա պետք է իրականացվի այդ շրջանակում եւ հանձնաժողովը այդ գործընթացի հետ պետք է որևէ առնչություն չունենա։ Շնորհակալություն։